Պարոն Համբարյան, մարտի 30-ին Գյումրիում թիմ արտահերթ ընտրություններ կանցկացվեն, արդեն հայտնի են այն թեկնածուների անունները, ովքեր մասնակցելու են ընտրություններին, 9 քաղաքական ուժ է մասնակցելու, 6 կուսակցություն, 3 դաշինքներ, ինչ կասեք այս նախընտրական վիճակի մասին, ինչ կանխատեսումներ ունեք, ինչ է սպասվում մարտի 30-ին։ Դե կանխատեսումները հետևյալն է, որ իմ սպասելիքները արտարացվեցին, բավական մեծ քանակությամբ քաղաքական ուժեր մասնակցում են, չնայած ասեմ, որ ես բացարձակ համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ այս թիմ ընտրությունները ինչ որ նախերգանք են սպասվելիք արտահերթ կամ հերթական ազգային ժողովի ընտրություններին, որովհետև դա այդպես չէ, եւ դրա ապացույցը մենք հենց Գյումրի քաղաքով կարող ենք բերել, օրինակ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դավաճան Նիկոլը հավաքեց Գյումրիում մոտ 60% ձայն։ Իսկ նույն թվականի հոկտեմբերին տեղի ունեցած թիմ հերթական ընտրությունների ժամանակ Գյումրիում ԿՊ-ն խայտառակ պարտություն կրեց 18 թե 19% ձայներ հավաքել, զիջելով Պալասանյան դաշինքին։ Այսինքն, այստեղից հետևություն թիմ ընտրություններում կարելի է ընդհանրապես նշмарել այն գործիչներին, ովքեր կարող են ձայն բերել այս կամ այն կուսակցության հետ համագործակցելու պարագայում։ Օրինակ, այս պայծրությամբ իմ կարծիքով առաջին տեղում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, այս պայծրությամբ կրկնում եմ, սա շատ կարևոր է, որովհետև քարոզարշավի ընթացքում կարող են շատ կտրուկ փոփոխվել գործընթացները եւ եթե Վարդան Ղուկասյանը մասնակցում է, դա չի նշանակում, որ մարդիկ գնում են ընտրելու, ասենք, կոմունիստական կուսակցությանը։ Մարդիկ գնում են ընտրելու կոնկրետ Վարդան Ղուկասյանին։ Ասենք նույնը Մարդուն Գրիգորյանի պարագայում։ Մարդիկ ոչ թե գնում են ընտրում են հայրենիք կուսակցության, այլ գնում ընտրում են Մարդուն Գրիգորյանին։ Նույնը ասենք թե նույն Ռուբեն Մխիթարյանի պարագայում չեն գնում ընտրելու հզոր հայրենիքին, գնում են ընտրելու Ռուբեն Մխիթարյանին եւ այսպես շարունակ։ ԿՊ-ի օրինակը, այո, դա էլ է շատ վառ, որովհետև ԿՊ-ն շատ լավ հասկացավ, որ իրենց ռեսուրսները Գյումրիում այնքան թույլ են եւ այնքան վատն են, որ փորձեցին որոշ չափով հասարակության լայն շերտերի կողմից ավելի ընդունելի տարբերակ գտնել եւ այդ տարբերակը Արման Սահակյանի մտերիմ ընկեր Սարիկ Մինասյանն էր։ Սա ես պատական չասեցի Արման Սահակյանի, որովհետև քայլիստները շատ են սիրում այս կամ այն տեխնազոին պիդագավորել անունները տալով կամ չտալով նրանց անվանելով նախկիններ։ Արման Սահակյանը ամենամեծ նախկինն է, որը Սերժ Սարգսյանի եւ Միքայել Մինասյանի թեթև ծերամբ, չլինելով շիրակցի, չլինելով գյումրեցի, հայտնվեց այստեղ եւ հիմա իր միջոցով նույն քայլիստները իրենց քաղաքական գիզն են տանում Շիրակի մարզում, որովհետև ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ Միքայել Մինասյանի մտերիմ ընկեր Արման Սահակյանը հիմա շատ սերտ համագործակցում է այս իշխանությունների հետ, ըստ Գյումրիում տարածված լուրերի։ Այնպես որ նույն Սարիկի միջոցով էլ, այո, շատ ճիշտ նկատեցիք, որ այս իշխանությունները փորձում են ձայն ստանալ Գյումրիում, չնայած ասեմ, որ վերջին շրջանում երևի թե հասկացան, որ նույնիսկ Սարիգը ԿՊ-ին անդամագրվելով բավական գցեց իր վարկանիշը եւ տեսել եք ինչ ցուցակ են ներկայացրել, այսինքն այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ ում ասես մտցրել են այդ ցուցակի մեջ, բոլորին համոզում են, որ դու հաստատ տեղ կունենաս ապագա իշխանությունում Գյումրիում, որբիսի ձեն բերեն։ Մենակ մնացել էր Չալոյին մտցնեին ու վերջ։ Մենակ Չալոն չկա այդ ցուցակում, բոլորը կան անխտիր։ Իհարկե ես սա չեմ ասում որպես համեմատություն, բայց ամեն դեպքում ասենք նայում ես այնպիսի մարդիկ է, որ դե դա ընդհանրապես ծաղր է, հասկանում եք, նույն Նազելին, Բաղդասարյան, նույն Դավիթ Արուշանյան, նույն քալիստ падգամավորները, ասենք ում են ձեռք առնում, ով չգիտի, որ իրենք ավագանի չեն դառնալու, ինչի են մտել, այսինքն ինչպես իրենց սդախոս խապեպա ղեկավարն է, այդպես էլ իրանք են խապում Գյումրեցուն։ Ասենք հետաքրքիր է, այդ նույն 95 կամ ես չգիտեմ որտեղերն են, գիտեմ, որ 99-րդ տեղը Դավիթն է մարզբերը, ասենք ինքը գալու է ավագանի դառնա, որ ինքը իր անունը այդտեղ մտցրել է։
Գիտեք, մի փոքր կարելի ավելի արտար լինել գյումրեցիների հետ։ Նկատվում է, որ այդ ցուցակը կոնկրետ ձեն բերելու ցուցակ է։ Եվ վերջ։ Ինչ վերաբերվում է տեղի ունեցող գործընթացներին, ապա պետք է նշեմ, որ շատ հետաքրքիր էր դոկ Վարդան Ղուգասյանի Լուսանցքից դուրս մնալը, որովհետև ինքը իմ կարծիքով այս պահի դրությամբ երկրորդն էր իր ռեյտինգով։ Գիտեք, կարող ենք մենք ընդունել այդ մարդուն կամ չընդունել կամ իր վարվելաձևը կամ իր խոսալու ոճը, բայց ցավով պետք է արձանագրենք, որ շատ-շատերին դուր է գալիս այդ հայոյանքները եւ այո, եթե Երևանում ինքը 9% ռեյտինգ ուներ, Գյումրիում նրա վարկանիշը ավելի բարձր էր։ Եվ նրա դուրս գալը իհարկե կտրուկ փոխում է նաեւ դասավորվածությունը, հաշվի առնելով, որ Սարիգը ունի ադմինիստրատիվ ռեսուրս, ուժային կառույցները ամբողջությամբ լծված են Սարիգին պաշտպանելուն, այս պայթրությամբ նրա վարկանիշը իմ կարծիքով երկրորդն է, որտեղ վարկանիշը այլ հավանականությունը, որ ընտրությունները եթե վաղը տեղի ունենան, ինքը երկրորդ տեղը կգրավեր։ Երրորդ, չորրորդ տեղերում ես կարծում եմ Մխիթարյան Ռուբեն, Մարդուն Գրիգորյան այդ ուրեմն անձինք են իրենց քաղաքական ուժերով։ Մյուսները ավելի ցածր են, բայց չի բացառվում, որ մյուսներին էլ հաջողվի այդ 4 կամ 6%-անոց արգելքը հաղթահարել, համապատասխանաբար կուսակցությունների եւ դաշինքների համար նախատեսված եւ հայտնվել ավագանում։ Այնպես որ քարոզարշավը դեռ չի սկսվել, կտեսեք ինչ տեղի կունենա այս 20 օրերի ընթացքում, 22 օրերի ընթացքում, միայն խնդիրը նրանում է, որ ցավով պետք է արձանագրենք, որ գործող իշխանությունները դիդավորյալ սրում են իրավիճակը այստեղ, գիտեք են սկզբից որ նոր էին խոսում թե ով պետք է տնի, քայլից ինչ որ պատգամավորուհի, ավագանուհի, ասենք արդակնոցային մագարտակի գրառումներ իրենց էջերում, անձնական վիրավորանքներ սրան նրան տալով, ասենք մարդը ինքը լինելով Արմեն Աշոտյանի շնորհավորանքը գողացող դիմացինին անվանում է ջեբկիր, ծագումով ինչ որ գեղերից եկած Գյումրիում հաստատվածները գյումրեցի երևանցի ուրեմն այդ պարակտումն են մտցնում այն դեպքում, երբ որ ասենք նույն Մարզբետ Դավիթը բուհը ավարտելուց հետո մենք իրար հետ ենք սորվել Գյումրի Պետական Մանկավարժական ինստիտուտում, ինքը շատ արագ դեկեր այդ ծնողների հետ Երևան, ու ասենք այդ մարդը իրեն թույլ է տալիս ինչ որ տեխնազուների ասել, որ Երևանից են եկել։ Հետաքրքիր է, ես այսօր նկարներն եմ նայում, ինչ գործ ունի Վահագն Ալեքսանյանը անընդհատ Գյումրիում։ Չեն կարող իրենք սեփական իրենց ուժերով կազմակերպեն Գյումրի ընտրությունները, հիմա մարդ են բերում Երևանից իրանք են, ուրիշներին են վիրավորում, ասում Երևանից եկած, թեկուզ եւ Երևանից եկած, ասենք թե օրինակի համար։ Ինչ կա դրա մեջ, Երևանից են, Գյումրիից են, Վանաձորից են, հայ ենք բոլորս, չէ՞։ Պարոն Բաբալյան, ինչ տպավորություն եք ստանում, որ քաղաքական ուժերը կոալիցիա կստեղծեն, կմիավորվեն։ Ես անկեղծ ասած չգիտեմ, որ քաղաքական ուժերը կանցնեն, որ կոալիցիա ստեղծեն, որովհետև ել եմ կրկնում, այս պահի դրությամբ, այսպես ասած, ռեալ այս պահի դրությամբ ինչ որ ասում եմ, դա կարող է կտրուկ փոփոխվել ընտրություններից առաջ։ Տեսեք, ընդամենը մեկ շաբաթ առաջ բոլորը գիտեին, որ դոգը մասնակցելու է եւ մեխանիկորեն ինքը բավական մեծ ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա, բայց հիմա ինքը չկա։ Նույնն էլ ես կարող եմ ասեմ ընտրությունների պարագայում, ես չգիտեմ հիմա որ քաղաքական ուժը ինչ քարոզարշավ կսկսի կամ մենք չգիտենք նաեւ Նիկոլը ինչ վարկագիծ կդրսևորի։ Մարդես կարող է մարդու քեֆը բռնի, դնի մի քանի հոգու ձերբակալի, ճնշի կամ ինչ գիտեք բոլոր քաղաքական ուժերին կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգրանցի, չի բացառվում, որ այն անձինք, ովքեր այս իշխանություններին ձեռնտու չեն, դուրս մնան ընտրացուցակներից։ Ես միայն մեկ բան կարող եմ խորհուրդ տալ գյումրեցի ընտրողներին, եթե իրենք դեմ են Նիկոլին, իրենք ոչ միայն պետք է չընտրեն ԿՊ-ին եւ Սարիգին, այլ նաեւ պետք է չընտրեն
Արտյոմ Թումանյան անուն ազգանունով այդ մեկին, ես կուսակցություն մեջ չգիտեմ ինքը ում է ներկայացնում, եւ Բարսեղյան Լևոնին, որովհետեւ Բարսեղյան Լևոնի ներկայացրած քաղաքական ուժերը Երևանում, կոնկրետ Արամ Զավենի Սարգսյանը կոալիցիա է կազմում Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ այդ մանգամիտ հայտարարությունները, որ մենք ստիպված ենք համագործակցել, որովհետեւ եւ այլն, դա լրիվ սուտ է։ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Զավենի Սարգսյանը հազարապատիկ ավելի Նիկոլ է, քան շատ նիկոլականն էր։ Անցյալ տարի հիշում եք ինչ լկտիավարի հարձակվեց նույն մարտի 5-ին էր, չգիտեմ անկեղծ ասած, որորը լրագրողի վրա երաբլուրում եւ փորձում էր հերքել Նիկոլ Փաշինյանի ասածները, որ Արցախը դա Ադրբեջան է։ Լկտիավարի հարձակվել էր այդ լրագրողի վրա, գոռում էր, մեղսունագի վարքագիծ էր դրսևորում, ու այդ մարդը այստեղ փորձում է համոզել մեզ, որ Բարսեղյան Լևոնը չպետք է համագործակցի իրենց Սարիգի հետ, այն էլ ինչպես կհամագործակցի։ Այս երեք ուժերին չպետք է ընտրել ոչ մի պարագայում։ Նրանք բոլորը Նիկոլ են։ Գլոբալ առումով նրանք բոլորը Նիկոլ են։ Մյուսների համագործակցության պարագայում հələ տեսենք ով կանցնի ու ով ում հետ կարող է համագործակցել։ Տարբերակները բազմաթիվ են եւ բազմազան են։ Պարոն Համբալյան, օրերս Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մարտի 30-ին Գյումրեցին իր նահատականը կտա կամ իրենց, կամ նախկին իշխանություններին իր ձևակերպման դեպքում ռոբասերժական ներկայացուցիչներին։ Այսպես իշխանությունը փորձում է իմիտացիա ստեղծել, որը միությունը իրենց եւ նախկին իշխանության ներկայացուցիչների մեջ է լինելու։ Մենք տեսանք, որ 2021-ի արտահերթ խորհրդարանական ժամանակ այդ թեզը կարծես ծառայեց նպատակին, չէ՞ կարծում։ Խնդիրը Սարիգի պարագայում գիտեք որն է։ Ես գիտեմ այդ տեքստը ինքն է ինքնուրույն ասել, թե այդ տեքստը պարտադրել են նրան ասելու։ Գյումրին փոքր քաղաք է, մենք բոլորս մեկս մյուսից ճանաչում ենք։ Ես Սարիգին միշտ հարգել եմ, բայց Սարիկ Մինասյանը ամենահայտնի ռոբասերժական կլանի ներկայացուցիչն է։ Ռոբան չգիտեմ, բայց այն որ 2017 թվականին Սարիկ Մինասյանը ամեն ինչ անում էր, որբիսի հանրապետական կուսակցությունը հաղթի ռեյտինգային ցուցակով եւ իր մտերիմ ընկեր Սովրանոյի Արման Սահակյանը դառնա падգամավոր, դա բոլորը գիտեն։ Ասենք Սարիգը ինչ մտածում է, որ իր ոչ հերավոր անցյալը ընդամենը նշում եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սարիգը մոռացել է ինչ ձևի, ինչպես ասում են գյումրեցիները, վիզեր դնում ՀՀԿ-ի համար, որ հատկապես ՀՀԿ-ն հաղթի գծի յետև թաղամասում գտնվող 27-րդ դպրոցին դրա տեղամասում եւ ինքը հաղթեց Արման Սահակյանի համար կոնկրետ եւ ինքը ամեն ինչ արեց, որ Գյումրիի հետ Գյումրեցի ոչ մի առնչություն չունեցող Գյումրեցի չլինող Արման Սահակյանը հաղթի Գյումրի քաղաքում։ Հիմա հարց. Սարիգը ով է, ռոբասերժական է, թե նորն է։ Խնդիրը գիտեք որն է, որ այս իշխանությունները նույնիսկ այս տեսակ քարոզչությամբ փչացնում են այն բոլոր մարդկանց, ովքեր փորձում են իրենց հետ համագործակցել։ Լավ, ասենք այդ անտրամաբանական այդ տգետ թեզերը ով է Սարիգին տալիս, որ ինքը առաջ տանի ու արդաբերի։ Պետք չէ, հասկանում եք։ Ինքը, ասենք, ավելի շատ կարող է լավ ծառայություն մատուցել ՔՊ-ին, եթե չանդրադառնա նախկիններին, որովհետև ես օրինակ երբեք նախկին չեմ եղել։ Ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել, 2004 թվականի սեպտեմբերի 1-ից արդեն 20 տարի աշխատում եմ Շիրակի պետհամալսարանում, չնայած ես տեսնում եմ, որ ինչ որ անասնազանգված կա, հատկապես ԿՊԱ-ականների մեջ, որ ինձ անվանում են նախկին, ասենք, ես կարդում եմ էլի ին մասին, թալանել եմ, կողոպտել եմ պետական հիմնարկները, չգիտես որտեղ, ասենք, պաշտոններ եմ ունեցել։ Հիմա հարց. Սարիկ Մինասյանը, որը նախկինների օրոք աշխատել է նախկինների համար, ձեն է բերել ՀԿ-ին, ով է։
Չէ, գիտեք, ամեն ինչ ունի չափ եւ պետք չէ հասարակությանը եւ հանրության լայն շերտերին այդ ու նաեւ այն մարդկանց, ովքեր իրեն ճանաչում են նույն Սարիկին, դնել հիմարի տեղ։ Մենք բոլորս շատ լավ գիտենք Սարիկ Մինասյանի վաղ անցյալը սկսած իդեպ 2007 թվականից, եւ որ ինքը ակտիվ զբաղվում էր քաղաքական գործընթացներում իր լուման ներդնելով այս կամ այն անձի կամ քաղաքական ուժին սատարելու ուղղությամբ։ Սկսած անկախ падգամավորներից վերջացրած ԲՀԿ-ով, ՀՀԿ-ով եւ Լուսավոր Հայաստանով։